արտահայտվողներ ցանկությունը Դատանը լսելով վարորդի մասնակիցների կարծիքը արձանագրում է հետևյալը, որ խոչընդոտելու հիմքն է միայն առկա եղել խափանմիջոցի հիմքերի ընտրության պայմաններում, դատանը գտնում է, որ այս պարագայում նույնպես առկա է թեկուստ նվազ չափով եւ այլընտրանքային խափանմիջոցները մասնավորապես տնային կալանքը եւ բացակայելու արգելքը իզոր են ապահովելու մեղադրելի աշխատակիցը, որպեսզի պայմաններում դատանը որոշեց մեղադրելի նկատմամբ կիրառված խափանմիջոց կալանքի ժամկետը լրանալուց հետո նոյեմբերի 25-ից հետո, այսինքն 26-ից սկսած, որպես խափանմիջոց կիրառել տնային կալանքը համակցված բացակայելու արգելքի հետ միասին Արմեն Ռոբերտի Ալեքսանյանին արգելել է նախ տնային կալանքի կրման վայրը սահմանվելու Էջմիածին քաղաքի Վիգիցե փողոցի թիվ 1 շենքի 22 բնակարան հասցել, վերջինիս արգելվել է մինչև այսինքն երամսյա ժամկետով է տնային կալանքի ժամկետը սահմանվում, մեղադրելին արգելվել է մինչև տնային կալանքի ժամկետը լրանալը շփումնալ եւ իր բնակության վայրում հյուրընկալել այլ անձանց, նրանց հետ ունենալ նամակագրության, հեռախոսային խոսակցություններ, օգտվել արտադրության այլ ձևերից, բնականաբար նշված սահմանափակումները չեն վերաբերելու պաշտպանին, մեղադրել այդ բնակվող ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ շտապ բժշկական օգնություն, իրավապահ մարմիններ կամ մարտակարգ իրավիճակներում փրկարար ծառայություն կանչելու եւ ինչպես նաեւ վերահսկողություն իրականացնող մարմնի հետ կապ հաստատելու դեպքերի, իսկ այդպիսիք լինելու դեպքում այդ մասին անապահ պետք է տեղեկացնել վարորդի իրականացնող մարմնին